Ալիևի ելույթը խոսում էր, թե ինչ ա եղել եւ ինչ հետևանքներ ա ունեցել եւ այսօր ինչ ունենք։ Ընդհանրապես շեշտեց, որ եղել նախաստորագրում ա եղել խաղաղության Ալիևը եւ չխոսեց այն ապագայի մասին, ինչը որ սպասվում է երկու պետությունների, երկու ժողովուրդների համար։ Ես կարծում եմ, որ Ալիևը ավելի շատ իր ելույթը նվիրված էր իր ներքին դաշտին, մարդկանց, որ դարձյալ ուզում էր իրեն ցույց տալ, որ ինքը հերոս է, ինքը կարողացել է, այսպես ասած, ժողովրդին համար ազատագրել Լեռնային Ղարաբաղը, այսպիսի ելույթ էր, բայց չէր բխում ապագայից։ Եվ պետք է ընդգծեմ նաև հետևյալ հանգամանքը, որ Ադրբեջանի ելույթի ժամանակ դահլիճը դատարկ էր, երևի թե միայն գտնվում էին իր հարազատ մարդիկ, իսկ մեր վարչապետի ելույթին հետևում էին շատ պատվիրակներ, այդ թվում եւ Իլհամ Ալիևի Ադրբեջանի ներողություն պատվիրակությունը եւ ՄԱԿ-ի, այսինքն շատ պետություններ շատ ուշադիր լսում էին, դա ինչի է նշանակում։ Նշանակում է, որ վարչապետը իրոք ասելիք ունի աշխարհին, ասելիքը այն էր, որ պետք է լինի խաղաղություն, համագործակցություն, փոխշահավետ շահեր, այսինքն խոսենք ապագայի մասին, որը բխելու է երկու պետությունների տարածաշրջանի եւ բոլոր պետությունների համար։